Երևանից անդին փաստահեն մամուլ մարզային համայնքների համար խորագրով քննարկում տեղի ունեցավ Արմավիրի Ալթ հեռուստախմբագրությունում, որին մասնակցում էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, նախաձեռնող խմբերի անդամներ։ Միջոցառումը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը, հանդիպման բանախոսներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ծրագրի ղեկավար Վիգեն Սարգսյանը, բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Սեդա Առաքելյանը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության փորձագետ Անի Եղիազարյանը։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը հանդիպման մասնակիցների հետ կիսվեց ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մշտադիր դարկման արդյունքներով, քննարկվեց կուսակցությունների եւ դաշինքների կողմից իրականացված նախընտրական քարոզարշավի ռազմավարությունը, խոսույթները, միմյանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները, ծրագրային քաղաքականությունը եւ այս համատեքստում լրատվամիջոցների լուսաբանման ձևաչափերը։ Բորիս Նավասարդյանի խոսքով մշտադիտարկման արդյունքներով լրագրողների կողմից լուսաբանման ընթացքում էթիկական խախտումներ չեն արձանագրվել։ Իրար ինչ ասում են, ասենք բանա, ճիշտ է, ծրագրերով չներկայացան։ Մենք համարյա չենք արձանագրել որևէ դեպք, երբ այդ բառապաշարը անընդունելի հենց լրագրողն է հեղինակել։ Նշենք, որ Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկումն իրականացրել էր երևանյան լրատվամիջոցներում, ինչ վերաբերում է մարզային հանդիպումներին, ապա ըստ Նավասարդյանի հաշվի առնելով առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ հնարավոր սահմանադրական հանրաքվեն, ապա մարզային հանդիպումները կարևոր են առողջ քննարկումներ ծավալելու եւ կառուցողական ընտրական գործընթաց ձևավորելու համար։ Հաշվի առնելով, որ հանրապետական խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունենք որոշ դրսևորումներ անառողջ նաև հանրային կյանքում, որը կապված էր նրա հետ, որ քաղաքական բեղրվածությունը շատ խորն էր Հայաստանում եւ դա խանգարում էր մարդկանց կոնկրետանալ իրական խնդիրների մեջ, որոնցից կախված է իրենց կյանքը, իրենց ապագան, իրենց հաջողությունը եւ երկրորդը, որ բավականին ուժեղ էր ազդեցությունը արտաքին քարոզչական տարբեր կենտրոնների եւ դա կրկնում եմ օրակարգը ընտրական ամբողջ գործընթացի խափանում էր եւ դարձնում էր ոչ այդքան կառուցողական։ Հիմա այդ դասերը մենք խաղել ենք եւ փորձում ենք կիսվել տարբեր մարզերի հանրության հետ, որպեսզի թիմ ընտրությունները, որտեղ մենք գիտենք, որ մարդիկ պետք է կենտրոնանան շատ կոնկրետ խնդիրների վրա։ Միգուցե աշխարհաքաղաքական կոմպոնենտը այնտեղ այդքան կարևոր չպետք է լինի, համայնքների խնդիրները առաջնային են դառնալու եւ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ լրագրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը, թիմ ներկայացուցիչները, տարբեր կուսակցությունների տեղական մասնաճյուղերի ներկայացուցիչները կարողանան մտնել առողջ երկխոսության մեջ եւ անգամ եթե ունեն տարբեր պատկերացումներ համայնքի խնդիրների մասին, դա լինի քաղաքակիրթ բանավեճի եւ քաղաքակիրթ մրցակցության շրջանակներում։ Երևանի մամուլի ակումբը այս օրինակ հանդիպումներ է իրականացնում Հայաստանի 6 մարզերում։ Բորիս Նավասարդյանի խոսքով միջոցառումներին ներկայացված են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր ընկալում եւ հասկանում են այն մարտահրավերները, որը առկա է ընտրական գործընթացներում։ Մանավանդ այնպիսի ժամանակահատվածում, ինչպիսին 2026 թվականն էր, որտեղ շատ խիտ են, տարբեր քաղաքական միջոցառումները եւ քաղաքական զարգացումները եւ այդ խնդությունը ենթադրում է մարդկանց առավել իրազեկվածություն եւ պատկերացումներ սեփական առաջնահերթությունների մասին։ Հանդիպման ընթացքում Սեդա Առաքելյանը ներկայացրեց ապատեղեկատվությունը հետընտրական Հայաստանում, մասնակիցների հետ քննարկեց դրանց տարածման ազդեցության եւ դրանց ստուգման գործիքների մասին։ Մեդիագրագիտության փորձագետ Անի Եղիազարյանն էլ խոսեց փաստահեն լրագրության սկզբունքների եւ գործիքների, ինչպես նաեւ մեդիագրագիտության հիմունքների մասին։